Հայաստանը երբևէ որևէ երրորդ կողմի առջև չի ստանձնել եւ չի ստանձնելու սահմանադրությունը փոխելու պարտավորություն, հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա պնդմամբ դա Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է երկրի ներքաղաքական օրակարգի մաս։ Այո, Ադրբեջանը շարունակում է այդ հարցը որպես նախապայման դնել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Մենք այս նախապայմանը չենք ընդունում, հավելել է նախարարը։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, Միրզոյանը հույս է հայտնել, որ առաջիկայում լավ նորություններ կունենանք։ Նա միաժամանակ վստահեցրել է, ամենօրյա աշխատանք են իրականացնում, երբեմն ոչ տեսանելի ու արդյունավետ եւ առաջիկայում դրական արդյունքի հույս ունեն։ Խաղաղության հաստատումը կարևոր հանգամանք է Բաքվում պահվող հայ գերիների խնդրի լուծման համար, Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ավրորայի համահիմնադիր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր Նուբար Աֆեյանը։ Նա վստահեցնում է, 2 տարի է բավականին մեծ գործ են անում գերիների խնդրի լուծման ուղղությամբ, երկրների ղեկավարների ուշադրությունը հրավիրում են խնդրի հարցում եւ հույս ունեն, որ հաջողության կհասնեն։ Հարցին գերիների վերադարձի համար Հայաստանի իշխանությունների ջանքերը բավարար համարում է, Աֆեյանը պատասխանել է, գիտի, որ խնդիրը բարձրաձայնվում է տարբեր երկրներում։ Բելգիայի Մաթիլդա Թագուհին աշխատանքային այցով Հայաստան է ժամանել որպես ՄԱԿ-ի դեսպան, նա այցի առաջին օրը սկսել է Հայաստանում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ զբոսանքով։ Նախատեսվում է Բելգիայի Թագուհու հանդիպումը Արցախից բռնի տեղահանվածների, Սիրիայից եւ Ուկրաինայից փախստականների հետ, ինչպես նաեւ այցելություն Թումո կենտրոն։ Վերաքննիչ դատարանն արձանագրել է քրեակատարողական հիմնարկի կողմից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աչապահյանի պաշտպանության իրավունքի խախտման փաստը։ Ըստ նրա պաշտպան Արա Զոհրաբյանի, քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները զննում, գրաքննում են փաստաբանների կողմից իրենց վստահորդներին փոխանցված փաստաթղթերը, ընդ որում եթե փոխանցված նյութը ըստ ՔԿՀ աշխատակիցների քրեական գործի հետ ուղիղ չի առնչվում, ապա վերցնում են կալանավորված անձի ձեռքից։ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանը որոշմամբ հաստատել է Միքայել arczepiskopos իրավունքների եւ օրինական շահերի խախտման փաստը, նաեւ պարտավորեցրել Երևան կենտրոն ՔԿՀ պետին միջոցներ ձեռնարկել արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ։ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի հրաժարականից հետո թաղապետի պարտականությունները կատարում է ղեկավարի տեղակալ Անդրանիկ Մինասյանը։ Ֆակտոր TV-ի տեղեկություններով առաջիկայում Շենգավիթի թաղապետ կնշանակվի շրջակա միջավայրի նախարարի տեղակալի նախկին պաշտոնակատար Տիգրան Գաբրելյանը։ Նա օգոստոսին Փաշինյանի որոշմամբ ազատվել էր պաշտոնից։ Գաբրելյանը քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է։ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է միլիարդատեր Միխայիլ Խադարկովսկու եւ այժմ արտերկրում բնակվող մի շարք ռուսաստանցի ընդդիմադիրների դեմ քրեական գործեր հարուցելու մասին։ Խադարկովսկու հիմնադրած Ռուսաստանի հակապատերազմական կոմիտեն կասկածվում է ահաբեկչական գործունեության մեջ։ Նշվում է, թե այն իբր մարդկանց է հավաքագրում հետագայում Ռուսաստանում իշխանության ուժային զավթում իրականացնելու նպատակով։ Խադարկովսկուց բացի քրեական գործով անցնում են նաեւ Ռուսաստանի նախկին վարչապետ Միխայիլ Կասյանովը, գործարար Եվգենի Չիչվարկինը, շախմատիստ Գարի Կասպարովը, վերջերս ռուսական բանտից ազատված Վլադիմիր Կարամուրզան, մի շարք այլ հասարակական եւ քաղաքական գործիչներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքի երկրներին եւ մյուս շահագրգիռ պետություններին միավորման ու համագործակցության կոչ է արել ամբողջ տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու նպատակով։ Գազայի հատվածում հրադադարը նրա կարծիքով պետք է լինի առաջին քայլն այդ ճանապարհին։ Հոկտեմբերի 13-ին Շարմ ալ-Շեյխում տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ-Սիսին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Կատարի էմիր Շեյխ Թամիմ բեն Համադ ալ-Թանին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը պաղեստինյան անկլավում հրադադարի շուրջ ամփոփիչ հռչակագիր են ստորագրել։